Մաթեոսյանական ծմագոտ աշխարհում տասնամյակները չնչին փոփոխություններ են մտցնում բնության ու նրա դեմ մարդկանց պայքարի գործում։ Տասնամյակները ինչ են, հարյուրամյակներն անգամ անզոր են փոփոխել բազեի նույն շրջանը հավերի ու գյուղի գլխին։ Բլուրների արանքից կարկոտը էլի փախս է ընկնում ու ջարդում արտուլոր։ Քամին շպրտում է փեթակների տանիքներն ու մեջները էլի անձրև է լցնում։ Ամեն ինչ նույնն է։ Նույնն է ճակ տված ժայռը, նույնն է գետը, նույնն են տները, նույնն են մարդիկ, որ ապրում են բնության հետ կռիվ տալով, որ ապրում են հիշողությամբ։ Մի աշտանամուտի օր հայրենի լորոտից հավաքելով չունեցած շորերն ու մի քանի գրքերը տասնամյա Նորայր Սարգսյանը մեկնեց Ալավերդի կրթություն ստանալու ու մի կտոր հացի տեր դառնալու նպատակով։ Տեր լինելու ճակատագիրը նրան ի վերուստ էր տրված, չէ, ոչ հացի տեր, այլ ձորի տեր, հոգսերի տեր, մարդկանց տեր, գործի տեր, գործերի տեր։ Ձերևի մարի, այն ու շարձանը, ինքն է սարքել, դրուտի համար, կարմուջա սարքել, գազն է բերել գյուղը, այսօրվա դրության մենք գազի ունենք, սեփական գազ, ջուրնը, սարի ջուրն է բերել տվել, Դեմիրճյանի միջոցով, ինքն Դեմիրճյանն եկել են ստեղ ներկայացել, Դեմիրճյան լորոտը շատ գիտեր, թե որդյա լորոտը, բայց նա բերուց ասավ ժողովուրդ ջան, ինչ է ուզում ժողովուրդ Դեմիրճյանը, ասենք գազն ենք ուզում, ջուրն ենք ուզում, ակում ենք ուզում, որ ակում բեր ունենանք, ու շինտուց ասավ սրա պատվին ամեն ինչ ես կանում, և արաբելին լիստ արած, էլ կնեց, այդքան շնորհքով է, այդքան լավն էր։ Գործեր պիտի աներ ոչ միայն հայրենի լորոտի համար, պիտի աներ Թումանյանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի համար։ Դպրոցներ պիտի կառուցեր, մշակույթի տներ ու մանկապարտեզներ, փառախներ պիտի կառուցեր, ջրագծեր ու ճանապարհներ պիտի անցկացներ։ Այդ ամենը հետո, իսկ հեռավոր 50-ականների սկզբին փախչելով որբությունից ու դժվար կյանքից եկավ Ալավերդի ու կրթությունը շարունակեց Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում։ Մեր բոլոր ընկերներից մեջ մի 4-5 հոգի կայինք, որ միասին էինք, բոլորս էլ համարյա հայր չունեինք։ Ու այդպես թե այդ ճակատագիրը, թե ինչը մեզ իրար կապեց, այդպես, ու այդպես լավ ընկերություն արեցինք շատ մոտիկ, այդքանից մեջ ամեն աշխատասերը ինքն էր, գյուղից նոր էր եկել, շատ պարապում էր, եղբոր տանն էր ապրում, մեծ եղբայրներ պահում իրան, անցան տարիները իհարկե ավարտեցինք դպրոցը, դպրոցն ավարտելուց հետո բաժանվեցինք, ամենքս մի կողմի վրա 6 ընկերներ էինք մոտիկ ու բոլորս էլ բաժանվեցինք մեկս մյուսից, մեկը բանակ գնաց, մեկը ընդունվեց ինստիտուտ բան, Նորիկը առաջիններից էր, որ ընդունվեց ինստիտուտ, ընդունվեց ու այդպես երկար ժամանակ մենք միայն համարյա հեռակայում էինք, որտեղ հնարավորություններն էլ պակաս էր, չենք կարող իրար հանդիպել, տարվա մեջ մի անգամ, երկու անգամ արձակուրդներին հանդիպում էինք։ Հետո որ ամենքս ոնց ասած մեր պարտականությունը
բանակի առումով կամ սովորելու բանի վերջացրեցինք, նորից հավաքվեցինք Ալավերդում։ Ինստիտուտից հետո աշխատանքի նշանակվեց Կրիվոյ Ռոգի ածխահանքերում։ Լեռներում ծնված Նորայրի սիրտը սակայն շարունակում էր լեռներում մնալ, ու հայրենի լեռների կանչով կարճ ժամանակ անց վերադարձավ հարազատ եզերք, որ եթե աշխատելու է, աշխատի հայրենիքում, մաքրելու, տառապելու է, ուրեմն հայրենիքում, հաղթելու է, ուրեմն հայրենիքում։ Տարիների ընթացքում ձեռք բերած Շամլուղի հանքերի ճարտարագետի, այնուհետև պետի, Ալավերդու լեռնամետալուրգիական գործարանի փոխտնօրենի աշխատանքային հարուստ փորձը եղան այն նախադրյալը, ինչի շնորհիվ 1977 թվականին Նորայր Սարգսյանին նշանակեցին մետալուրգիական հսկայի գլխավոր տնօրեն։ Խանդել եմ գործարանին, որովհետև մեզ կոնկրետ ինձ շատ քիչ էր հասնում իրանից ժամանակ, քնքշություն, հոր կարոտ միշտ ունեցել եմ։ Որովհետև առավոտը 4-ին 5-ին գնում էր, 11-ին 12-ին գալիս հոգնած, ու որպեսզի սենց ընդգրկեմ իրան ընտանիքի հարցերում, դպրոցի ժողովներին չէր կարող գալ, շատ անգամ խնդրում էինք, լավ էինք սովորում, ուզում էինք, որ ներկա լինի ժողովներին, գա հպարտանա, բայց դա պրակտիկապես անհնարին էր, որովհետև գործարանը, պլանն էլ կատարել չէ, գերա կատարել, ամբողջովին իմ հորս գործարանը ինձնից տարել է։ Բայց իհարկե դե չի կարելի ասել, որ ընտանիքում չի եղել, շատ բարի էր ընտանիքում, անչափ։ Եվ եթե իր աշխատողներից, որ ասում էին չարա, ջղայնա, դա ինձ համար մինչև հիմա դա հանելուկ է, որովհետև ես նրան ջղայնության մեջ էլ իր բարի աչքերն էին միշտ էլ։ Այն որ իր աշխատողին էլ կոպիտ լեզու ուներ, բայց հետո էլ որ տեսնում էր կարող մտածեր, որ կարող է նեղացնի, անպայման մի բանով պետք է շոյեր։ Ասենք նկատողություն արել, հետո կանչում էր իր քարտուղարուհին, ասում էր որտեղ է, ինչ երեխեք ունի։ Անպայման սրտին դարդ էր մնում, որ այդ մարդին ընդհանրենք նկատողություն արել, դա աշխատանքներ պահանջում։ Իմանում է, որ այդ մարդը բանակում տղա ունի, ուղարկում այդ մարդին ընենց այդ քաղաքը, որտեղ բանակում է, կամանձիրով կա, փողն էլ հետ է տալիս, որտեղ իր սրտին շատ ծանր էր նստում, որ ինքը մի քիչ կարար չարություն աներ։ 20-րդ դարի 70-ական թվականներին Ալավերդու պղնձարտադրության տեխնոլոգիաները շատ քիչ էին տարբերվում դարասկզբի տեխնոլոգիաներից։ Նորայր Սարգսյանի սկսած արտադրության արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները պիտի ամբողջացնեին հանրապետության արդյունաբերության առաջնեկի կենսագրությունը։ Կառավարման հունավրացական, ֆրանսիական եւ բոլշևիկյան ժամանակաշրջաններին ավելացնելով նաեւ Սարգսյանի փառապանտ ժամանակաշրջանը, որ 90-ականների արտադրության վերսկսման անհաջող փորձերի ժամանակ ժողովուրդը պիտի ասեր. Սարգսյանի նկարն էլ կախեն գործարանի առաջ, արտադրությունը գործի կընկնի։ Նրա գործունեությունը շատ մեծ աշխատանք կատարեց իր աշխատանքի ընթացքում լեռնամետալուրգիական կոմբինատում։ Այնպիսի տեխնոլոգիական process-ներ, ինչպես ասենք, բարձր ջերմաստիճանային հումքի կիզման տեխնոլոգիան հումքի կիզման վառարաններում։ Ալավերդում առաջինը ներդրվեց էլեկտրոձուլման վառարանը Ալավերդում։ Թույլ ծծմբային գազերի կորզման տեխնոլոգիան, էլեմենտար ծծմբի այրման վառարան, այս բոլորը նոր նորամուծություններ էին, որ Նորայր Սարեբեգիչը վերցնում էր, նա ինքը տարբեր, ասենք, նա մի շրջագայում էր միության առաջավոր ձեռնարկությունները եւ բոլորը վերցնում էր։ Եվ ամենահետաքրքիրն էր, որ ես շատ օր քննադատում եմ մթնոլորտի վերաբերյալ, վերջին այս աշխատանքային գործունեության տարիներին նաեւ մի քանի տեղեր ինձ միասին դարավ եւ Միջին Ուրալյան լեռնամետալուրգիական կոմբինատը, Ջեսկազգան, Չիմքենտ, Զապարոժե եւ Կիրովգրադ եւ նայում ենք եւ իրոք համոզում որ ճիշտ է մենք դժգոհում ենք մթնոլորտից, բայց ամեն դեպքում Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում ես ներդրվեց ֆիլտրներ, գազամաքրիչ սարքավորումներ, երբ ծծմբաթի արտադրամասը մեծ հզորությամբ աշխատում էր, հանակ բան չէր, օրինակ մի օրով արտադրում է 640-680 տոննա ծծմբական թթու։ Ամեն օր Ալավերդու երկաթուղային կայարանից միության տարբեր ձեռնարկություններ են գնում 9-ից 11 ցիստերնի վագոն ծծմբական թթու։ Ամեն օր, ասենք, 180 տոննա մաքուր վայրբարսային պղին ձեր գնում Մոսկաբել, Խարկով կաբել, Երևան կաբել, դա մեծ բան էր։ Այսօր պատկերացրեք, ճիշտ է, կոմբինատը աշխատում է, շնչում է եւ կամաց զարգանում է, բայց պատկերացրեք այսօր ասենք արտադրած սև պղինձը, իսկ այն ժամանակ
մի օրվա ընթացքում 180-ից 200 տոննա վայրբարձան մաքուր պաղեց։ Դա մեծ բան էր։ Աշխատանքի ամեն մի օրը կռիվ էր ու պայքար, կռիվ էր արտադրության ցուցանիշների բարձրացման համար, կռիվ էր ձուլացողների դեմ, կռիվ էր բամբուրի կենսամակարդակի բարձրացման համար, կռիվ էր տարածաշրջանի հիմնախնդիրները լուծելու համար, կռիվ էր գազից դժգոհողների դեմ, ամենօրյա կռիվ էր գազի դեմ։ Նորագույն գազորսիչներ տեղադրելու համար միլիոնավոր ռուբլիներ էր ծախսում, քանի որ գործարանը պետք էր ձորին, գործարանով ժողովուրդ էր պահվում, գործարանով աղքատ գյուղեր էին պահվում, գործարանով նվազեցվում էր արտագաղթը, խոպանչիությունը։ Գործարանով սահմանային մարող Ջիլիզա գյուղն էր վերակենդանանում, նրա նոր ճանապարհն էր կառուցվում շրջանցելով ադրբեջանական գյուղերը։ Նորայր Սարգսյանը հայրենիք էր պահում, հայրենիք էր շնացնում, այդ նպատակին ծառայեցնելով միութենական անսպար ռեսուրսները։ Նրա առաջի հայրենիքը լոռին էր, այս բնությունն էր, նրա առաջի հայրենիքը ժողովուրդն էր, նրա առաջի հայրենիքը Ալավերդին, այս Թումանյանի այդ ձորերն էր։ Շատ խնդրում էի, որ Կիրակի օրը, գոնե մի Կիրակի օր, երբ որ արձակուրդ եք գալիս գյուղ, այս տունը, մի Կիրակի օր 24 ժամ մեզ հետ ելնես, ու որ նստում ենք այս այգում հաց ուտելու, ոչ մեկին մի կանչի, էլի լինենք 5-ով։ Դու, մայրս, 3 երեխան, վերջապես սովորական ընտանիքի նման, իր համար դա տանջանք էր։ Նախ որ պիտի առավոտը 7-ին, վարորդին հետ ուղարկեինք։ Խոստացավ, երդվեց, որ հա, մի 24 ժամ ինձ հետ կմնա։ Բայց զբաղացնելը 24 ժամը սովորական 24 ժամ չէր։ 24 ժամ կարելի է բազմապատկել եւս 24-ի։ Նա ամեն րոպեն քթում էր կորած, շատ գործ ունի։ Կիրակի օրա վարորդը եկավ, խնդրեցինք հետ գնա, պապան լավ չի զգում, դե ես չեմ հիշում իմ հորս հիվանդ։ Բացի վերջի տարի, մի կերպ համոզեցինք գնա, ասենք թող քեզ չտեսնի, քանի խոստացել է։ Հիմա առավոտվանից վերակացել, այգում պտտվում է։ Պտտվում, ոչ թողեց քնենք։ Վերկացեք խնձորը հավաքեք, տանձը հավաքեք, այսինքն այդ հանգստից բան չստացվեց։ Վերջում էլ որ նստում ենք նախաճաշի, այդ ամեն ինչից, մենք լռում ենք, ես ասում եմ, խնդրում եք լռեք, թե չէ, մահանա կգտնիկ, ասի չէ, դες հետ հետաքրքիր չի կգնա։ Լռենք, խնդրել եմ էլի, որ մի 24 ժամ էս հետ մնա։ Նստել ենք հիմա նախաճաշի այգում, վիզա անդադ ծռում է, այն հարևանին, այս հարևանին, կուլ չի գնում, այն հարևանին, այս հարևանին։ Այսինքն ընտանիքը իր համար ճիշտ է, հիմք էր, իր համար լավ հենարան էր, բայց նա քչով ոչ մի բանով չէր բարարում։ Նա պետք է անպայման սեղանի մի 7-8 հոգի լիներ, հյուրեր եւ ոչ հյուրեր ընկերներ։ Մեր նախարարը գալիս էր, գնացինք Թիֆլիսում դիմավորելու։ Թիֆլիսից մեքենայով բերում ենք։ Որ մտանք Հայաստանի սահմանը, հենց մտանք, նա աչքը ընկավ Ջանպրիեզրին մի հատ այգի կար։ Թե այդ ինչ այգի է, ասենք այդ Նորիկ Սարիբեգիչն է այդ այգին պատրաստել։ Մի քիչ առաջ եկանք, թե այն ինչ է, ասենք այդ լիմոնարիա է։ Թե ով արի, ասենք կոմբինատ Նորիկ Սարիբեգիչն արի։ Որ դեռ չհասած Ալավերդի, այդքան բան ասեցինք, հետ դարավ ասա, բա դու ինչ ես արել, այս սաղ ասպես Նորիկ Սարիբեգիչ, այս ամայի տարածությունն է գրած, եթե դուք տեսել եք հիմա այնտեղ, քլունգը ձեռին, դե իմ ընկերն գնալու ենք այդտեղից հաց ուտելու կամ միասին ժամանակ անցկացնելու, քլունգը ձեռին 3-4 ժամ այնտեղ բանեն մաքրում էր քարը, մաքրում էր եւ գնանք այգիա միայն իր շնորհիվ ժամերով ինքն այնտեղ աշխատում էր։ Միտեղ եթե գնում էինք, չէ, մենք հիանում էինք գեղեցիկ, ես անդրենք ռեստորանով, կաֆեով, ինքը մտահոգված էր նայում, ասեն պապ սիրունա, չէ ինչ սիրուն են սարքել, ասում էր ինչի մեր Ալավերդում սենց չկա։ Հյուրեր են գալի, ասում տալում եմ Թիֆլիս, մեզ ինչ ա եղել։
ու մի քանի անգամ գնալուց այդ միտքը իր մեջ ծագեց Կիևում, որ գնացել էինք, ինքը գործով, ես էլ իր հետ գնացել էի, որոշեց ու գա ռեստորաններ սարքի, որ ալավերդի եկող հյուրը կարողանան հյուրասիրել, ամեն ինչը վերագրում էր, իսկ մեր մոտ ինչի չլինի, մեր ժողովուրդն ինչով ավատ։ Տենց մտածելակերպ, չգիտեմ, այն ժամանակ անձնական շահ չկար, պետական աշխատանք էր, բայց էլի մտածել ժողովրդի համար։ Կամ որ թույլ տվեցին պարնիկներ աճացնել եւ այլը։ Նա ամենաընտիր լորիկը պետք է լիներ, ամենաընտիր լիմոնը պետք է լիներ, թռավ գնաց Տաշկենտ սովորեց լիմոն աճացնելը, եկավ լիմոնարի սարքեց եւ չէր ասում, որ լինի, որ իմ անունը դուրս գա։ Չէ, իրա փառքի համար չէր անում։ Ասում էր այն բան, որը որ լավկում, չգիտեմ, քանի 1000 աշճանի կողքը նա տանջվում է, քրտինքը վրով լիտրերով ա գնում, նա պետք է նոր տարուն պամիդոր ունենա, էս ինչ գնով, ասենք 50 կոպեկ։ Իմ բան, որը պետք է միսը առնի մի ռուբլով, ոչ թե բազարում 5 ռուբլով։ Ուրիշ ձևի մոտեցում էր։ Իրա բանվորի, իրա համար, իրա աշկուլուսն էր, իրա աշխատողը։ Թե մի մարդու համար կարծիք էր հարցնում, չէր ասում, նախանձ մարդա, բարի մարդա, այդ չէր իրա չափանիշ, ասում էր աշխատող մարդ։ Անձամբ Կարեն Սերոպի Դեմիրճյանը եւ Նորիկին եւ ինձ հրավիրեց Կենտկոմ։ Մենք ուղղակի խոսեցինք, որ վերջապես մեր կոմբինատը 200 տարվա պատմություն ունի, մենք անենք, որպեսզի նշենք կոմբինատի 200-ամյակը։ Մեր առաջ խնդիր դրեց Կենտկոմի քարտուղար, եթե դուք առաջի պայմանը կվերացնեք շրջակա միջավայրի աղտոտումը, դեպի դիազանի մաքրումը, պլանները կկատարեք, ես խոստանում եմ մի հնգամյակից հետո այդ հարցը բարձրացնել եւ կոմբինատը պարգևատրել։ Եվ նույնիսկ ցենց էլ եղավ 1982 թվականի փետրվարի 20-ին Կենտկոմի քարտուղարը արդեն պայմանավորվել էր Միության գունավոր մետալուրգիայի մինիստրի հետ, Լամակոյի հետ, եկավ այդ տոնակատարությունը կատարեց, կոմբինատին պարգևատրեց աշխատանքային կարմիր դրոշի իշխանանշանով։ Դա արդեն մեր աշխատանքային գործունեության գլուխ գործոսներ եւ մենք արդեն եւ կառավարությունը եւ կենտրոնական կոմիտեն եւ բոլոր աշխատողները գոհ են, որովհետև պլանային առաջադրանքները կատարվում էր 4500 աշխատող։ Դու պատկերացրեք, այն ժամանակվա ընթացքում ամեն տանից 2-ից 3 հոգի աշխատում են կոմբինատում։ Օրերի ու գիշերների մակարումը տվեց իր արդյունքը։ Խորհրդային մետալուրգիական արդյունաբերության հետամնաց գործարանը վերածվեց հզոր կոմբինատի, լինելով նորագույն տեխնոլոգիաներ կիրառող առաջիններից մեկը։ Արտադրության ծավալների մեծացման շնորհիվ վերջին 50 տարում առաջին անգամ նրա գործունեությունը դարձավ շահութաբեր։ Գործարանը դարձավ կոմբինատ, վերածվելով հսկայական լեռնամետալուրգիական կայսրության, որի մեջ միավորված էին հանքերն ու հարստացուցիչ կոմբինատը, արդյունաբերական ու բնակարանաշինական, առևտրի, հասարակական սննդի, անասնապահական եւ ջերմոցային տնտեսություններ, քիմիական ու փոշեմետալուրգիայի արտադրամասեր, երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկություններ, հանքահետախուզական եւ այլ ձեռնարկություններ։ Արտադրանքն առաքվում էր արևելյան եւ արևմտաեվրոպական երկրներ, Կանադա, մեծ ճանաչում բերելով ալավերդում։ 120 կիլոգրամ մարդ էր, բայց երեխա էր, մի հատ փոքր երեխային մի բանել էր, արտասունքը աչքերից արտասունքը գալիս էր, փոքր էր ուտի, չեր էլ ճանաչում ով է, լաց էր ով է։ Տրանսպորտում տեպլավոզը կաղնացրած Բժիշկ Լալայան կա, այդ Բժիշկ Լալայանի հերնա տեպլավոզի մաշինիստը ռեմոնտանում կաղնացրած, իմ մոտից գնաց, այդ Սարիբեկին ասավ, Սարիբեք հերիք, չի ասավ, քանի գալիս եմ դոս տեպլավոզը պտի կանդած ռեմոնտ անելիս լեցինք, մի լավ էլ հայոյեց, միան հարմարա, որ ես նախ բարարը կրկնեմ հայոյում։ Նայել վեկացավ ինժան այդ հայհոյանքին պատասխանը տուտու կլուչը վեկալա, որ նորիկին տա, հասա այդ կլուչը ձերիցը բրնեցի նորիկ Սարիբեկիչն ասավ, արա ասավ, սա էլ ինձանից սասաշեց հիմարը։ Այդ մարդը բոլորովին նախանձություն իրան կյանքում, իրան օրում չի ունեցել։ Ինքը կհայհոյեր, բանվորը հայհոյեր ավելի էր ուրխանում, ծիծաղում, ուրախանում ասում էր, իսկական շնորհքով մարդիկ են, որ իրար հասկանում են, ես այդ հայհոյեցի պատասխանը տալիս։
Ինչ-որ գործարանում բունտ է հասունանում, որ փողը քիչ է տալիս Արիսյանը, մի ամեն ցեխից սենց ոնց որ մի քիչ ստաճկա են անում, որոշում են գնալ կաբինետ, հարցը դնեն ու իր անման հարցը լուծեն։ Հավաքվում ամոթ ենթադրենք մի 50 հոգի։ Ինչքան մոտենում են կաբինետին, այդ ինձ պատմել են։ Ինչքան մոտենում են ուպրավլենիայի շենքին, այդ բանը անում։ 50-ը քիչ անում, 40-ին, 30, հենց պրիոմնիում դառնում ենք դե 7 հոգի, կամած վախից փախնում են։ Այդ ժամանակ հորս զանգում են, ասում են Նորիկ Զարիբեկիչ, սենց գալիս են, ասում են թող գան։ Ու ինֆորմացիան ունի, որ գալիս են, պատրաստ կաբինետում նստած, այդ 7 հոգին մտնում են, ինչ կա տղեկ, սենց փողը քիչ է։ Ըստ քեզ ինչքան պետք է ստանաս քո աշխատանքը, ասենք ստանում եմ 300, պետք է ստանամ 350, ասում այդքան, ես գտնում եմ, որ դու 500 պետք է ստանաս։ 7 հոգուն իրանց ուզածը, մի բան էլ իրա գնահատածը ավելացնում է, հենց սրանք դուրս են գալիս առանց ոչ մի կոնֆլիկտի։ Դուրս են գալի ուրախացած, որ լսի ես 350 ռուբլու խոսք էի անում, այդ 150 ավելացրեց, այն մնացած 40 քանի հոգին էլ են արդեն ուզում գան մտնեն, որ բա ես էլ ասում հոպ, դուք փողի ղադերը չգիտեք։ Հետ գնացեք, ձեզ փող պետք չի, դուք չգիտեք ձեր աշխատանքի գինը։ «1988 թվականին սկսված բնապահպանական շարժումը շատ արագ վերածվեց հեղափոխական շարժման, որը հանգեցրեց իշխանափոխության, հասարակարգի փոփոխության։ Համաժողովրդական ալիքված վրդովմունքի նժույգին հեծած, հայրենասիրական իրական մղումներով օժտված հասարակությանը ուղղորդող ուժերը չկարողացան թացը չորից ջոգել։ Մեր երկու եկնական աղագերով ոչ չնանում, ոչ չնանցան, աղագերով եմ ձեր վարդով արդում եմ, ձենք, դա երկու տարբեր է հաշտանքի, անշուր, երբ կոմինատը պատեջ, կազի մասկի խոսել ալոսում է, դա բորի սամնություն է, դա չեմ, երկու տարբեր է գործում, առաջինը պայքել, եկեք խելոտ գերբոր, Հասական գերբոր, հասկանան, դիալոգի գերբոր, իր հասկացնեոր, ոչ է գործակոր, այլետանն է ուզել հարցերը, մեր զորը, մեր զորությունը, իչե դուք եք սանգանում, տասանքերի ես եմ սանգանում, իրեխաներ ես դյապրել ես դուրն ամոքրես, կարիքով, որենքով, շնորքով անեկանուշը, ոչ կորավ է, դա անար մաներ ժողովրդան մագերը, այս հարցատները, իմատագին ասել կա, նորոք հանել, ես են ձեր լակոքել է, որպես շահակացի, որպես դերեկը, որպես ձեր մարեկան, որպես Զորիմար համաձեր ու եկարգություն բարձր է, լույդուր շատ զուար է, բայց հարց պետք է դրիքյակավորեն, հարց պետք է մասնակետորեն, ոչ թե ամեն մարդու ելույթ տալ, ասել թե կան հիմնական կան, թվել են գետեր, բանջում են թեշում։ Մերժում էին նախորդներին, սակայն փոխ էին արել հեղափոխական հին լոզունգը, թե այս հին աշխարհը կքանդենք մենք մինչև հիմքերը եւ հետո։ Այսօրվանը շատ ենք սպասել։ Իշխանությունները նրա նկատմամբ շատ անողիկ թշնամաբար վերաբերվեցին։ Շատ թշնամաբար։ Մի մարդ, որ իր ամբողջ կյանքը ներդնի մեր ազգի բարգամաճմանը, մետալուրգիայի զարգացմանը, 14 տարի եղել է կոմբինատի դիրեկտոր։ Մեր հանրապետությունը ոչ մի ձեռնարկություն այդքան դրոշուրեն սոց մրցումները չի բերել, ինչպես Նորիկ Զարիբեկիչն է բերել։ Բայց ինչ եղավ։ Եկան կաբինետից ավտոմատներով հանեցին, թե դու չես աշխատելու։ Որտեղ էր տենց բան գրած, մի մարդի կան կաբինետ կոլեկտիվը նստած, ավտոմատը դեմ տան, ասեն դու սարի չես աշխատելու։ Երկիրը փլուզվում էր, մարդիկ կողմնորոշվեցին, տարան օգնեցին այդ ռևոլյուցիոներներին, գումար տվեցին եւ մնացին պաշտոնների, մնացին աշխատանքների։
Պապաս չէր կարա, որովհետև նա այն պետությունից չէր կարա դավաճանի, չէր կարա նրան դեմ կանգնի։ Միգուցե Սովետ միությունը նենց այսօրվա տեսանկյունից որ նայենք, շատ էլ մինուսներ ուներ, շատ էլ, բայց նա շատ հնարավորություն էր տվել իրան ոտի կանգնելու 11 տարեկանից ինքն այդ պետության զավակն էր, նա չէր կարողանա տենց իր շահերի համար դավաճանի ամբողջ մի իր պատմությունը, ամբողջ սովետական միության պատմությունը իր վրայով գնացել է։ Եվ ես քտրում եմ, որ ինքը իր սկզբունքներով դարձավ այս ամեն ինչի մեծ նահատակը, զոհը դարձավ, որովհետև ոչ թե չկողմնորոշվեց, այսօր կարող են ասեն խելացիա կողմնորոշվեց, ինչը ոնց էս Դվարցովի ինտրիգի մտներ խոսար, չէ, նա այդ դրա կարիքը չուներ, նա կար ինքն էլ մնաց, բայց թե ինչպես լավ էլ գիտենք պատմությունից այդպիսի մարդիկ վատ վախճան են ունենում, ինքը միշտ ասում էր դուք հարց տվեցիք, իսկապես որ արդեն եկել էին շատ դաժան ձևով, շատ կարելի ասել բարբարոսական ձևով եկան ավտոմատներով, մտան ասին դու պետքա չաշխատես։ Ով որ այդ որոշումը հանել էր հիմա համարվա հայտարարված են պերսոնա նոն գրատա Հայաստանից դուրս են։ Դու պետքա չաշխատես, ասեց ավտոմատներով մի մտեք, մի վախացրեք այս մարդկանց, ինձ միմ դեմեք, որովհետև առաջարկներ էր եղել, որ հրշեն աջակցի էս անը, ասում էր դուք ինչ եք քանդում, դուք ով սարքել եք, որ քանդում եք։ Եվ իրան պետք էր հանել ավելի հարմար մարդկանց դնել, ինչևից է դա մեծ պոլիտիկա էր երևի թե ինքը դուրս եկավ։ Դա շատ ծանր պայմաններ է, դուք պատկերացնում եք առավոտյան վեր էր կենում, մարդ, որը սովոր էր, որ ժամը 7-ին պիտի գնա աշխատանքին, վեր էր կենում, հագնվում, այս փողկապը կապում, սափրվում ու դուրս էր գնում, ասում նորիկ ուր ես գնում, հետևից բնում եմ ջան, ուր ես գնում, ոնց թվում է աշխատանքի, պատկերացնում եք, ես բժիշկ եմ, զգում եմ, որ այս մարդը հոգեկան խանգարում է ստացել։ Նորի ջանին ես գնում, դու աշխատանքից չես, քեզ ազատել են աշխատանքից։ Ինձ թվում է այդ պահից իրա վերջը սկսվեց։ Ինչքան ուզում է ես թորնիկով իրան զբաղացնեի, ինչքան ուզում է ասեի ավելի լավ, հիմա տուն կնստես, այդ գործարանը քեզ տարավ չէ, նա իրա ողբը ապրում էր, մինչև վերջ նա չկարողացավ ու վերջի օրերին ասում էր հիմա գիտակցում էր, որ ծանր հիվանդ է, ասում էր հիմա ասելու են բողոմից գնացի։ Իսկապես բողոմից գնաց, դա լինում է, դա տենց բան կա, ես տեսել եմ, երբ որ մարդը իրա ձեռքով իրան ոչնչացնում է, ես մի անգամ հարց տվեցի իրան, ասի, պապ, կարող է դու սխալ չկողմնորոշվեցիր, ասավ ինչու՞ պիտի կողմնորոշվեի։ Ես իմ 58 տարվա կյանքը ջնջեմ։ Անցյալը հստակ էր, ներկան անհասկանալի, ապագան անորոշ։ Անցյալը արարումի, հայրենանվեր և ստեղծագործ աշխատանքի հոգսաշատ ու դժվարին օրեր էին։ Ներկան համատարած ավերի ու խավարի օրեր։ Աշխատանքային գործունեության տարիներին տեսել էր ամայի տեղում ստեղծված տնօրինություն, որը ամայի տարածքը գործարանի կամ բնակավայրի պիտի վերածեր։ Սակայն չէր տեսել, որ ստեղծվի տնօրինություն գործարանը ամայի տարածքի վերածելու համար։ Չէ, դեմ չէր ազատությանը, դեմ չէր անկախությանը։ Դեմ էր ամեն ինչ քանդելու կույր մոլուցքին, դեմ էր ծայրահեղականությանը, դեմ էր տնտեսական կապերի արհեստական խզմանը, անցյալի մերժողականությանը։ Ման էր գալի, այս ծառերի տակով, ման էր գալի, սենց անդհատ մտածում էր, ես զգում էի, որ այդ իրան տանջում է, ու ինչ միտեղ ես բոստանը իրան էլի հանգստացնում, հարմարացնում է, վսետքի ինչ միտեղ ես բոստանը իրա զավակներին, իրա թորներին, իրա ծորներին, հաստատ մնայում ինքը այս ծառը, այս ծառը հերս է տնգել, այմ այս ծառը տես ինչ բռնած է։ Գժվացի նման էր,
Ոնց որ խելար, ոչ մեկիս չեր կարում լսի։ Չեր կարում լսի, ճիշտն ասած։ Հետո մի քիչ նաև այդ տարիներին, որ այդպես մի քիչ խմիչք սկսեց օգտագործել, որ ոչ մեկս մենք իրան հետ որ գնում լինում էինք, իրա ձեռից խլում էինք, մենք էինք խմում։ Ինքը հիվանդ էր արդեն, հիվանդացել էր, չգիտեր ինչ աներ։ Դե ամբողջ երկիրներ այդպես խո մենակ հետ չէր։ Իրան համոզում էին, որ մենակ քեզնով չի, մեզնով չի, ամբողջ երկրով մեկ այսպես։ Կգա ժամանակը կլավանա, բայց չեղավ եւ նա իր հետևանքը թողեց։ Շատ խիստ թողեց այդ մարդու վրա, թողեց գնաց միաժամանակ Ռուսաստանը։ Մոսկվայում էր արդեն իրան երկու ամիս կյանք էր մնացել, զանգեցին, արդեն գործարան ուզում էին աշխատացնել, դա 95 թվականն էր, եւ իրան ման էին գալիս, իր վարչության պետերից, մետալուրգիայի ինստիտուտից, զանգը հետևից, սկզբից ասում էր հա կգամ եւ այլը, չէր կարողանում գիտակցի, որ շատ նախ ուրախացավ երեխու պես, որ իրան հիշել են, Մոսկվա գտել են, այդ ուրախությունն էլ չեմ մոռանում։ Ոնց որ երեխուն կանֆետ տան, որ ինքը պետք է, պիտանիա։ Հետո որ գիտակցեց, որ ինքը աշխատելու էլ չունի, չեմ հիշում ով էր, որ զանգեց, ասավ շատ ուշ եք զանգել։ Ասավ էլ չզանգեք, իմ զգացմունքների հետ խաղում եք։ Մասներ սաղ սուտ է։ Ու դրա մեջ շատ իմաստ կա, որովհետև քանի մեծանում եմ, ես սկսում եմ կրկնել, որ սաղ սուտ է։ Ճիշտ է, ընտանիքն են երեխեքը, որ ես ձեզնից հեռու եմ մնացել, բայց շատ քիչ էր մնում։ Մեկ գիշերը բան է անում, ասում է, պապա ինչ ես մտածում, ինքը իրան սկսած, որ 6-րդ դասարանից լորուտից իջել է, եկել է ծոր, Սպանդարյան դպրոցում մտածել է, որ պետք է գիտելիք ունենա, որ մարդ դառնա, ամբողջը հիշելով ասում էր սաղ սուտ է։ Ինչն է սուտ, պապ, ոնց կարա սուտ լինի, շատ հիասթափություն էր ապրել, բայց երբ որ բերեցինք արդեն ծանր վիճակում, 12 օր էլ ապրեց իր տանը, բերեցինք եւ այդ ամբողը նա տեսավ։ Տեղ ու դադար չկար, մեր տունը խաչի դուռ էր, եւ նա որ դա ինքը տեսավ, այդ սաղ սուտ, ասի պապ, տես որ սուտ չի, ասավ հա սուտ չի։ Ես պրոստը շատ ոչ թե ուրախ եմ, այլ ես պրոստը լավ եմ հիշում, ինձ լավ եմ զգում, երբ որ հիշում եմ, որ նա 12 օրը իր տանը պարկած, ամեն մարդ որ գալիս էր, սիստեմաներ, բաներ ստանում, ասում էի, պապ հոգնել ես, ասում էր ով գալիս է թող գա, նա կարոտած էր, էլի իր ժողովրդին։ Բանվորներից, չգիտեմ, եւ բոլորին հիշում էր, բոլորի հետ խոսում էր, ժամերով կխոսար, բաց չէր թողնում։ Իր դավաճան ընկերներն էլ եկան, վզով ընկան, մարդիկ կային, որ իրան այդ ոբշեմ շարժումների ժամանակ դավաճանեցին։ Չգիտեինք մենք ոնց պահենք, կանչեց ինձ մամային, ասավ հանկարծ ոչ մեկի մասին, եկել են կբերեք։ Մարդիկ չգիտեին ոնց իրանց պահեն այդ պահին։ Մենք զգացինք, որ մարդիկ սխալվել են շատ դաժան ձևով եւ շատ կարճ ժամանակ դա զգացել են։ Որովհետեւ այնպիսի մարդիկ էին գալիս, որոնք իրանք էին կազմակերպում հացադուլը, որոնք նստած են հացադուլ, այդ մարդիկ են մեղայականով գալիս, լացելներով հորից ձեռքեր իսկապես համբուրում։ Հիմա կենթանի չեն այդ մարդիկ, ես չեմ ուզում ասեմ, բայց իսկապես գալիս էին ճաշասենյակից 2 ժամ ռիսկ չէին անում գնան իր սենյակը։ Որտեվ չգիտեին նա ոնց կդիմավորի, գնում է ասում է պապ, ես ինչ մարդն եկել է, ասա գա բարձր ձայնով, որ այդ մարդը լսի։ Գալիս համբուրում, էս ասում էր լավանալու եմ գնանք մոտ կորիդորը մի լավ քեֆ անենք։ Իրան նենց էր պահում, որ այդ մարդը ինչքան էլ ապրի, իմանա, որ նորիկ իրան ներել է։ Հետո ասում էր մարդիկ էին, չկողմնորոշվեցին, ոչ մի անգամ չէր վիրավորվում։ Չկողմնորոշվեցին, ասում էր, օտար մարդուց մի նեղացեք, բարեկամից նեղացեք։ Մեր ժամանակ հիասթափված էր ամեն ինչից, մարդկությունից էլ, երկրից էլ, վարկից, պարկից, ամեն ինչից։
Շատ չէր խոսում իհարկե, դե վատ վիճակում էր, ես էլ էի հիվանդ ու լսեցի եկա իր մասին եկա գնացի տուն հանդիպեցի, ես գնացի 2 օր հետո ինքը մացավ ես նորից եկա Ընկավ լոռու հսկակաղնին։ Ով գիտե, այդ ժամանակ հայրենի մոտկորի անտառում ինչ փոթորիկ անցավ։ Ամպեր կուտակվեցին լեռների գագաթին, ամպրոպ ճայթեց, տապալվել էր կաղնին։ Նրա համեստ բնակարանի և մշակույթի պալատի միջև ժողովուրդը ալեկոծված ու ալեբախ կրկին փոթորկում էր։ Նոր ալեբախումները սակայն տեղատվության ալեբախումներ էին, հաշտության ու կորստի ծանրությունը սքացող ալեբախումներ։ Մեր շրջանը այդպիսի թաղումի չի եղել, երևի չլինի էլ, և մարդիկ ոնց էին լացլնում։ Ես հաճախակի գնում եմ, գյուղում եմ ապրում, մոտա գերեզմանը գնում եմ ընդեղ, գնում եմ հետը զրուցում եմ։ Իրոք գնում եմ զրուցում եմ հետը, եթե դուք չեք հավատում, իմ կինը հավատում է, ընդեղ լսում է։ Ասում է, այդ որ մեկ էլ գնում ենք ընդեղ, գերեզմանի մոտը իր բանը քարը մոտիկա այնտեղ գնում եմ, զրուցում եմ։ Տղաներն ասում են, ինչ է իր զրուցում հետը։ Տեսեմ, սա այնտեղն է, որ ես չեմ կարող անցնեմ, գնամ, պետք է ես մի հատ էլ մտնեմ այնտեղ։ Ասում մոտ ընկերներ եկեղ է։ Ասի, դե իրան ասի, Սարիբեգի եկել ես, պարկել ես։ Դուրս արի ես եղանակը լավը, մարդիկ լավը, արի դուրս արի մեմեն բաժակ բարձացնենք, դե ինձ խոսեցի, տվոր եկա, ասմենա, յուր այդ ինչ է իր ընդեղ խոսում, ասի ընկերոջ ես խոսի, ասի, հերկա, դուրս արի, չեկավ, ասում անգերներ եկել է, նա չեկավ, պարտավոր ես դու գնալու, այնպես որ, հարցը տվեք, որ միասին եղել ենք, միասին էլ կանք։ Լեռնամետալուրգիայի հունական ավանդույթները 19-րդ դարում փոխարինվեցին ֆրանսիական ավանդույթներով։ Բոլշևիկյան հեղափոխությունը սրբագրեց ֆրանսիացիների արածը։ Սարգսյանական ժամանակաշրջանից, որ ասել է, թե լեռնամետալուրգիայի հզոր կայսրությունից մնացել են միայն կիսավեր արտադրական շենքերը, որ չափազանց մեծ ջանքերով փորձում է վերականգնել մեկ այլ լորեցի։ Նորայր Սարգսյանը ասոպի նման եկավ ու անցավ հազարամյա ձորի վերջին իսլամյա պատմության միջով։ Պատմություն, որ ձորի գլխավոր ճանապարհի եզրերին թողել է քարակերտ հիշողություններ։ Ու մեկ էլ կլսես, որ ճանապարհով անցնողին պատմում են Սարգսյանի այգիները, Սարգսյանի կառուցած ճանապարհները, ռեստորանները, կամուրջները, հանգստյան տներն ու ջերմոցները, արտադրական բազում ու բազմաթիվ շինությունները, ճիշտ եւ ճիշտ հեքիաթի թագավորի նման։ Ու քանի դեռ կան տասնամյակների աշխատանքի վկաները, քանի դեռ կան նրա ժամանակակիցները, ուրեմն անմար է նաեւ փոքր աշխարհի տիրակալի Նորայր Սարգսյանի անունը, որ նրա ժամանակակիցների հիշողություններում է, մթապատկերներում։